Տիկին Թովմասյան, այս մարդիկ արդեն տարիներ շարունակ պայքարում են նույն խնդրի համար, հիմա էլ Աբազյանն է որոշ երաշխիքներ է տվել ու հանել են պաշտոնից։ Դուք ինչ ելք եք տեսնում այս խնդրի հետ կապված։ Եթե անկեղծ ասեմ, ապա ես եւս իմ հույսը կորցրել եմ, որ ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ինչ որ բան ունակ է անելու, անհետ կորած եւ բռնի անհետացած զինծառայողների, մարմինների կամ ընդհանրապես որպես ողջ իրենց որոնողական աշխատանքների համար, որովհետև ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որոնողական աշխատանքները դադարեցված են մոտ 3-4 տարի։ Եվ դա բացառապես քաղաքական հարց է, եւ երբ որ Նիկոլ Փաշինյանը գնում է բանակցությունների, նա առնվազն պարտավոր է բանակցային գործընթացին սեղանին դնել անհետ կորածների որոնողական աշխատանքները եւ աշխատանքների անհապաղ վերսկսումը։ Նիկոլ Փաշինյանը դա չի անում։ Ինչու չի անում, չեմ կարող ասել, բայց փաստը այն է, որ մենք չունենք անհետ կորածների որոնողական աշխատանքների վերսկսման գործընթաց կամ դրա մեկնարկին ուղղված որևէ քայլ։ Եվ ես ուզում եմ հիշեցնել, որ դուք ճիշտ նկատեցիք, քանի տարի ծնողները պայքարում են եւ այն ծաղրանքը, որ այս ընթացքում ծնողներին հասցվել է, թույլ տվեք ասել, շատ ամոթալի է։ Ծնող կա, որին տվել են օրինակ 3 ձեռք ու ասել են մի գանգի հետ, դա ձեր երեխան է։ Հիմա այդ ծնողին ոնց դու հանգստացնես, որ ինքը չգա փողոցում քնի։ Դու չես կարող որևէ կերպ այդ ծնողին համոզել, որ ամեն ինչ նորմալ է, համբերեք։ Այս մարդիկ իրենց վերջին հույսի համար եկել են Բաղրամյան պողոտա։ Մի ծնողին ընդհանրապես ինքը փոքրամարմին զինվոր է ունեցել, մերել են 43 համարի կոշիկով, տենց մեծ ոտք են տվել, ասել են, որ դա, խնդրեմ, դա ձեր երեխան է ԴՆԹ-ով ապացուցված։ Ինչ է նշանակում սա։ Սա ինչ վերաբերմունք է ընդհանրապես։ Ես կարծում եմ, որ հենց այս վերաբերմունքն է, որ 5 տարվա կուտակածն է, որ ծնողներին նորից բերել է այստեղ։ Այսօր Ալեն Սիմոնյանը խոսում է, ասում է մենք լսումներ ենք արել, բա դուք ինչ եք արել։ Հետաքրքիր է, երբ որ դուք լսումներ եք անում, ինչ է փոխվել այս մարդկանց կյանքում։ Այդ 3 ձեռքը, որ տվել եք քաղաքացու ձեռքին, ասում եք ինքը ձեր երեխան է։ Այդ ձեր լսումները ինչ է փոխել։ Եվ ես ուզում եմ ասել, որ սա տարական անպատասխանատվություն է, որը դրսևորվում է քաղաքացու նկատմամբ։ Եվ ծնողները, որ այստեղ հավաքված են, իրանք ընդհանրապես ուզում են իրենց երեխաներին ողջ ոչ, եթե ողջ չեն, ապա գոնե մասունքները, բայց այս մարդիկ որևէ քայլ չեն անում։ Եվ ընդհանրապես ծաղրուծանակի են վերածել այս ամբողջ process-ը։ Բայց մարդիկ փողոց չփակեն, այս մարդիկ չգան գիշեր, ոնց արտահայտեն իրենց դժգոհությունը։ Ես ուղղակի չեմ պատկերացնում էլ ուրիշ ինչ քայլեր հնարավոր կլինի ձեռնարկել, որպեսզի ուշադրություն հրավիրեն։ Եվ այստեղ իրենց գտնվելը կամ որևէ պաշտոնյայի հետ հույս կապելը ոնց որ իրենց վերջին հույսի ճիճն լինի։ Այստեղ անձը չի կարևոր։ Իրենք ուզում են գործընթացի շարունակականություն, որտեղ այս ընթացքում մենք տեսել ենք պաշտոնյաներ են փոխվել, եկել են ասել են, հա դե ես ծանոթ չեմ գործին, հիմա կծանոթանամ, մի տարի անցել է, մինչև ինքը ծանոթացել է, մինչև ծանոթացել է, սկսել է ինչ որ գործողություններ անել, հոպ, իրեն աշխատանքից հանել են, հետո նորից, այսպես 5 տարի։ Բայց այս մարդիկ ընդհանրապես ասում են, մեր երեխաներին վերադարձրեք եւ դա լեգիտիմ, օրինական պահանջ է։ Իրենք երեխան տվե պետությանը։ Հիմա եթե մահացել է, դիակը տվեք։ Եթե մահացել է, մասունքը տվեք։ Եթե չի մահացել, ուր են այդ երեխեքը։ Այստեղ ծնողներ կան, ես նայում եմ իրենց կադրերը, իրենք ունեն տեղեկություն, իրենք նայում են տեսանյութերը, որ գերի անգած, բայց ոչ մի գերու ցուցակում այդ երեխան չկա։ Լավ ինչ եղավ այդ երեխան։ Բայց ես չի հետաքրում այդ զինվորն ուր գնաց։ Այդ զինվորին, որ ցույց տվեցին ծնողները, այդ զինվորին, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները ճնշում են գործադրում, որ ծեծի են ենթարկում, ապտակում են, նսեմացնում են, վերջը այդտեղից ինչ ա եղել այդ երեխան։ Բայց այդքան հետախուզություն ունեք, հակահետախուզություն ունեք, Գերագույն գլխավոր հրամանատարի կեպ կենդրել է իր, ասում էր ես հրամանատարն եմ, խեթ հրամանատարը մենակ կեպ կա դնելով, հա։ Բա պետք է պատասխանատվություն կրես նաև, քեզ զինվոր են տվել մարդիկ։ Զինվոր են տվել եւ իրենք ուզում են իրենց զինվորներին ողջ կամ մահացած, բայց իրենք ուզում են իրականության հետ առերեսվել։ Եվ սա է Նիկոլ Փաշինյանի իշխանության անպատասխանատվությունը։ Մարդիկ 2 օր աստեղ Բաղրամյանում կանգնած են, Նիկոլ Փաշինյանը այնտեղ խոսում է կուսակրոնությունից։ Այդ է մեր երկրի խնդրեմը։ Մարդիկ զինվոր են տվել, զինվորին դու չես գալիս պատասխան տաս, ուր են իրանց երեխեքը։ Դու քննարկում ես եկեղեցականների կուսակրոնությունը։ Էս է քո համար գլխավոր մարտահրավերը մեր երկրի։ Բայց երեխեքի հարցով պետք է լուծի։ Ու ճիշտ են ասում, հիմա դու գնալու ես վաղը Թուրքիա։ Կա բանակցային սեղանին անհետ կորածների հարց։
բռնի տեղահանված, բռնի անհետացածների հարց, որտեղ անհետ կորած ուրիշ բան է, երբ որ մարդը գիտի, որ իր երեխուն բռնել, տարել են, բռնի անհետացրել են, ու չկա այդ երեխան։ Բա դու ինչ ես մտածում դրա մասին, որպես երկրի վարչապետ, դու պարտավոր ես պատասխան տալ։ Այդ պատասխանատվությունից խուսափելով, գոռալով, սրան նրան կալանավորելով, վիրավորելով հարց չի լուծվի։ Հիմա որ Սամվել Կարապետյանը բանտում է, ամեն ինչ նորմալ է արդեն, հա, ոչ մի վտանգ չկա մեր երկրում, ամեն ինչ անցավ, հա։ Էս էլ մեր երկրի գլխավոր մարտահրավերը մեր երկրի հետ էր, Սամվել Կարապետյանը բանտարկվեց, всё, բանտարկվեց, նորմալ է հիմա։ Դե եկեք այս մարդկանց հարցերը լուծեք։ Երեք գնացիք, բանտարկեցիք, քեֆ արեցիք, ուրախացաք, դե հիմա եկեք այս մարդկանց հարցերը լուծեք։ Եկեք պատասխան տվեք, ուր են։ Այս ծնողների երեխաներն ուր են։ Տիկին Թովմասյան, ամեն անգամ երբ նման նուրբ հարցի շուրջ ընդդիմադիր падգամավորներն են գալիս, մոտենում են, լսում են, իշխանականներն ասում են, որ դիվիդենտներ են հավաքում ընդդիմադիր ուժերը, փորձում են բան անել, հա, PR-ը իրենց անել եւ այլն, կա նման խնդիր ձեր մոտ։ Ես ուզում եմ ասել, որ ես ծնողների հարցով, ծնողների հետ հանդիպումների իմ ձևաչափով արդեն 5 տարի տարբեր առիթներով ես իրենց հետ խոսում եմ, իրենց հարցով զբաղվում եմ, եղել են դեպքեր, որ անհատական դեպքերով եմ զբաղվել միջազգային կառույցների հետ, Կարմիր խաչի հետ, ՄԱԿ-ի հետ, այսինքն դիվիդենդ շահելու խնդիր անբարոյականը կարա այս թեմայի վրա դիվիդենդ շահի։ Եվ իրենք անբարոյականություն են անում դրա մասին խոսալով։ Եթե որևէ մեկը փորձի որևէ մեկին մեղադրել, որ անհետ կորածների ծնողների կողքին կանգնելը քաղաքական դիվիդենդ է, ես մարտահրավեր եմ նետում, ինքը անբարոյական է։ Ուրեմն թող ինքը պատասխանի, որ ինչ նկատի ուներ։ Ես վստահաբար ասում եմ, դուք ունեք պատասխանատվություն այս ծնողների նկատմամբ։ Իրենք ձեզ պետությանը տվել են զինվոր, դուք իրենց ոչ մի բան հետ չեք տալիս։ Գոնե մահացած մարմինը բերեք հետ տվեք այդ մարդկանց։ Մասունքը բերեք 5 տարի հետո հետ տվեք։ Ոչ թե բերեք 3 ձեռքը տվեք ծնողի ձեռքը, ասեք էսա։ Տիկին Թովմասյան, դուք ինչ առաջարկ ունեք լուծման հետ կապված։ Տեսեք, ծնողներն ասում են 2 ամիս էլ պետք լինի, այս փողոցը փակ կպահենք, մինչև Փաշինյանը գա կամ Աբազյանի փոխարինողը գա մեզ տեսնի եւ երաշխիքներ տա։ Դուք գործուն ինչ քայլեր կառաջարկեք, ինչ անեն այս մարդիկ, ում դուրը գնան ու ոնց անեն, որ լուծվի հարցը։ Ես կարծում եմ, այս հարցը լուծվելու է միայն քաղաքական եղանակով, երբ որ Հայաստանի Հանրապետությունը իդեմս իր ներկայացուցիչի կլինի արտգործ նախարար, կլինի վարչապետ, Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում այս հարցը որպես խնդիր կդնի եւ կհասնի դրա լուծմանը։ Ինչպես եղել են մի քանի գերիների տարբեր փուլերով վերադարձի դեպքում, այսինքն հարցը դրվել է, հարցը լուծվել է եւ մարդիկ վերադարձել են։ Հիմա հետո չի դրվում կամ լավ չի դրվում այդ հարցը։ Այս է խնդիրը, այսինքն քաղաքական լուծում է պետք։ Ինքը այստեղ ինչ ուզում է գոռա ազգային ժողովի ներսում։ Ինքը պիտի քաղաքականություն ու ընդ որում այս դեպքում արդեն արտաքին քաղաքականություն պիտի վարի, որ կարողանա մեր զինծառայողներին բերի։ Ընդ որում ինքը պիտի նաև ճշգրտի։ Այս մարդիկ անհետ կորածների անուններ են ասում, որ վստահ պնդում են, որ իրեն գերիների շրջանում են, գերիների ցանկում են, բայց Ալեն Սիմոնյանն ասում է մենք ունենք 23 գերի վերջ էտա։ Ինչ գիտես։ Դու խոսել ես այս մարդկանց հետ։ Դու խոսել ես այս ծնողների հետ։ Այս մարդը հստակ վիդեո է ցույց տալիս, որ իր երեխուն տանում են, գերի են վերցնում։ Դու ո՞նց ես ասում գերի չի։ Ինչ գիտես բա դու այդ երեխու մասին։ Գիտեք, անպատասխանատվության ու անբարոյականության մեջ էլ էլի պետք է չափաբաժին լինի։ Այս մարդիկ բոլոր կարմիր գծերն անցել են։ Բոլոր տաբուները կոտրել են արդեն։